բայց հիմնականում մեզ հարկավոր է ճիշտ, հայրենասիրական, մեր ժողովրդի համար ծառայող մշակույթ։ Մենք չպետք է մոռանանք, որ միշտ մշակույթն է պահպանել հայկական դիմագիծը։ Այս նախընտրական փուլում քո հասցեին շատ քննադատություններ են հնչել, որն էր ամենահիշվողը եւ զարմացնողը։ Հիմնականում դրանք քննադատություններ չեն, այլ նախընտրական զառանցանքներ են, որը շատ շուտով ես վստահ եմ կավարտվի։ Իսկ ինչն է ինձ զարմացնում է, որ բիզնեսի մեջ քեզ քննադատում են քո չարածների համար։ Իսկ քաղաքականության մեջ քեզ քննադատում են իրեն չարածների համար։ Բայց ես ձեր համար պատրաստ եմ ցանկացած գին վճարեմ։ Շնորհակալություն պապ ջան այս հարցազրույցի համար։ Վստահ եմ մյուս անգամ ես հարցերս կուղեմ քեզ որպես վարչապետ։